Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեդիաբի եթերում մեդիա արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Հայաքվեի վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին ունենալու համար։ Տիկին Կոստանյան 3 ազգային ժողով արտահերթ գումարումով անցկացրեց մի օրենք, այն էլ ընտրություններից 2 ամիս էլ է, քիչ մնացել, բայց փորձեցին, իրենց այսպես չգիտեմ վախ ասեմ, ինչ ասեմ, բայց ամեն դեպքում իրենց այդ ներքին անհաղթահարելի վիճակը փորձում են մյուսների վրա, բարթել, բայց օրենսգրքում ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ դա կոնկրետ վերաբերում էր Ուժեղ Հայաստանին, որովհետեւ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, իրենք հայտարարել էին եւ փորձում են կարծես այն ձևաչափով աշխատել ԿՊԱ-ականները, որ իրենցից առաջ երբևէ եւ ոչ մի դեպքում անցնող չլինի խորհրդարանական ընտրություններում եւ ուզում եմ հասկանալ այս իրավիճակում արդյոք սահմանադրորեն նախ թույլատրելի էր արագ տանել օրենքը ազգային ժողովի արտահերթով ընդունել եւ ինչքանով կազդի, կուսակցությունների վրա այս օրինակից։ Կարծում եմ խոսել իրավաչափության մասին անիմաստ է, որովհետև այսօրվա իշխանությունը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ապացուցել եւ վերահաստատել է վերջին 8 տարիների ընթացքում, որ պատրաստ է ցանկացած քայլի գնալ, սահմանադրություն խախտել, նաեւ իրենց սիրելի ձևակերպումը ժողովրդավարության բաստիոն, այդ ժողովրդավարության բաստիոնի ընդունված օրենքները խախտել, միայն թե հնարավոր ձևով կարողանան կանխարգելել եւ հաստատել իրենց վերընտրությունը, Մի բան էլ ունեն, չէ, օրենքի ուժով։ Օրենքի ուժով, որ օրենքի ուժով էր։ Իրենց համար ըստ երևույթին տիեզերական ինչ-որ տարածությունում գործող օրենքների ուժով։ Բնականաբար այս տեսակ քայլերը հերթական անգամ ապացուցում եւ վերահաստատում են իրենց վախի դրսեւորումները, որովհետեւ ըստ էության նաեւ սոցիոլոգիական տարբեր հարցումներով, որ բարբերաբար արվում են, հաստատում է, որ ընդդիմության 2 կամ 3 պոտենցիալ բևեռներ կան եւ այդ բևեռներում գործող ուժերի վարկանիշը բարձրանում է եւ առաջին հերթին նաեւ ձեր կողմից նշված Ուժեղ Հայաստան դաշինքի կամ քաղաքական ուժի վարկանիշը եւ այսպես հապճեպ պատրաստից արված քայլերը ցույց են տալիս հստակ այդ վախի դրսևորումները։ Ընդ որում նաեւ այստեղ կա Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիք, որ ընտրությունների նախաշեմին նմանօրինակ ընտրական օրենսգրքի փոփոխությունները անթույլատրելի են եւ դրանք իշխանությունը օգտագործում է անհավասար պայմաններ ստեղծելով քաղաքական ընդդիմադիր ուժերի հանդեպ։ Բայց դա իհարկե իրենց համար չկա որևէ խոչընդոտ, լծակները իրենց ձեռքին են եւ իրենք նույնիսկ 24 ժամյա ռեժիմով ազգային ժողովի 24 ժամ աշխատանքների տրամաբանությամբ կարող են բերել եւ ցանկացած օրենք այստեղ անցկացնել։ Այստեղ ամենազավեշ տալին այն է, որ այնքան իրենց հիմնավորումները բովանդակազուրկ են եւ հիմնազուրկ են, որ պատրաստ են նույնիսկ այսպես փոքր չնչին տեխնիկական խնդիրը կետի, ստորակետի եւ վերջակետի որպես այսպես մեծ արժեքավոր հիմնավորում բերել եւ ասել այ այստեղ ինչ որ բան էինք բաց թողել, հիմա դա համալրում ենք։ Իհարկե, սա պարզապես ծայրահեղություն է արդեն եւ բոլոր օրենքները հնարավոր ու անհնար ձևերով իրենք խախտել են, սահմանադրության մասին էլ չենք խոսում։ Գիտեք, այստեղ խնդիրը ընդդիմության, այսինքն գնդակը ընդդիմության դաշտում է, թե որքան արժեքավոր
ծրագիր եւ ալտերնատիվ կարող է առաջարկել հանրությանը, որտեղ հանրությունն էլ հիմար չէ։ Հա, ժողովուրդը շատ լավ տեսնում է ով ինչ քայլեր են անում եւ կա շատ հստակ կողմնորոշված զանգված քաղաքացիների, ովքեր իրենց ձայնը անբեկանելի ձևով տալու են բնականաբար օրվա իշխանությանը, այդ լոյալ մարդիկ են, ըստ տարիների ընթացքում իրենց կարծիքը չի փոխվել եւ չի փոխվելու, այս մարդկանց պետք է պարզապես հանգիստ թողնել եւ պետք է աշխատել այն ընտրազանգվածի վրա, որը չկողմնորոշված է եւ նույնիսկ վերջերս տարբեր ընկերների, գործընկերների եւ պարզապես քաղաքացիների հետ զրույցում հասկացա, որ մեծամասամբ չեն ճանաչում այս քաղաքական ուժերին, այ ինչ է արվում, որպեսզի ճանաչելի դառնա նույն ուժեղ Հայաստանը, մյուս քաղաքական ուժերը եւ նաեւ այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր համարձակ քայլ են ուզում անել այս ընտրություններին մասնակցելով։ Բայց հանրության մեջ մի այսպես ստվար զանգված կա, որ հիշում եք, հա, ոչ ասում էին նախկին, ոչ ներկա, թող կան ուժեր, մենք էլ ասում ենք, օդից չեն իջնելու այդ ուժերը, հա։ Հիմա դեմքեր կան, որ նոր դեմքեր են, կուսակցություններ կան, որ համալրված են նոր դեմքերով։ Օրինակ այդ առումով այդ մարդիկ, ովքեր որ տանը նստելու են եւ իրենց դժվարությունը, հա, առաջանալու, մենք էլ փորձելու ենք, հա, իրենց տնից հանել տանել ընտրությունների, այդ մարդիկ չեն տեսնում այդ ուժերին, որոնք այո, ոչ նախկին են, ոչ ներկա են։ Ընդհանրապես մի փոքր ես փորձում եմ գործընկերների հետ զրույցների ընթացքում էլ ասել, որ փորձենք չմեղադրել այդ հանրությանը, որովհետև 8 տարին բավարար ժամանակ էր, որպեսզի հիասթափությունը եւ հուսալքությունը այնքան արմատներ ձգեին, այդ մարդիկ պարզապես փորձեն զերծ մնալ քաղաքական տարբեր իրադարձություններից եւ չճանաչեն ովքեր են դաշտում, ինչ ալտերնատիվ են առաջարկում եւ այլն։ Բայց այստեղ նաեւ նախկին ներկա այդ օրակարգը առաջ տանելը կարծում եմ արհեստացին եւ իշխանության կողմից դաշտ նետված օրակարգ է եւ քաղաքական ուժերը որևէ կերպ դրան չպետք է դուրք տան։ Մենք բոլորս վերջին 30 տարիներին, անկախության տարիներին ապրել ենք Հայաստանում, շատ լավ գիտենք բոլոր իշխանությունների վարքագիծը, ինչպիսի սխալներ են թույլ տվել, ընդհանուր մինչև նաեւ աններ էլի սխալներ են, հա, թույլ տվել քաղաքացիների հանդեպ եւ շատ լավ հիշում ենք, բայց փորձել նորից այդ օրակարգի մեջ տեղավորել ընտրությունը անթույլատրելի է, դա արհեստական եւ արդեն մաշված ըստ էության օրակարգ է իշխանության կողմից ստեղծված եւ առաջ տարվող, որովհետեւ այս իշխանությունը որևէ ուրիշ առավելություն, այսպես ճակերտավոր ընդ որում առավելություն չունի ի համեմատություն նախկինների, ընդ որում այստեղ արդեն առավելության մասին չի կարելի խոսել, որովհետեւ դե ֆակտո մենք ունենք քաղաքացիական պայմանագրի ուրեմն օրոք տեղի ունեցած իրադարձություններ, հայրենիքի տարբեր հատվածների կորուստ, սոցիալական, առողջապահական, մշակութային եւ ոլորտային բազում խնդիրներ, ընդ որում աննախադեպ խնդիրներ, եւ այդ խնդիրները չեն եղել են, բայց այն աստիճան մասշտաբային եւ աղետաբեր չեն եղել նախորդ 3 իշխանությունների օրոք եւ համեմատություն արդեն իսկ չի կարելի անել 44-օրյա պատերազմը եւ Արցախի վերջնական օկուպացիան Ադրբեջանի կողմից դրա վառ եւ վերջնական ապացույցն են։ Հիմա մենք պետք է խոսենք թե ինչ կարող ենք եւ ինչ պետք է անենք, որպեսզի նրանցից ազատվենք։ Եվ իրականում ընդդիմության սուտը այն որ 18-ին եկան եւ 21-ին էլ, հա, Արցախի հետ կապված ինչ որ էլի լոլոներ էին կարդում, էլի ինչ որ մարդկանց խոստումներ էին տալիս, բայց ամեն դեպքում իշխանությունը ստի վրա է գալիս, հա, նորից իշխանություն եւ ձևավորում է այդ օրակարգը, բայց այս ժողովուրդը կարծես այդ սուտը կարողանում է կուլ տալ, օրինակ Արցախի հետ կապված մենք լսել ենք, որ երբեք չի հանձնվելու 18-ին, հա, դեռ 18 թվականին մենք Նիկոլի բոլոր այդպես ճոռոմաբանությունները եւ ճամարտակումները լսել ենք հենց Արցախին վերաբերող։ Հիմա այս մարդիկ արեցին ճիշտ հակառակը եւ հիմա էլ մեր երաշխավորը դարձել է Ադրբեջանը։
ըստ Ալեն Սիմոնյանի։ Հիմա ուզում եմ հասկանալ ընդդիմությունը ինչքան էլ որ ճիշտ է խոսում, ինչքան էլ որ այդ սուտն ու կեղծիքը հերքում է, բայց նաև ուժեր կան, որ ասում են Արցախ վերադարձի մասին, հա, Արցախահայությանը եւս մեկ անգամ հույս են տալիս։ Օրինակ, ինչքանով է դա շոշափելի, օրինաչափ կամ հավաստի։ Հեռանկարային ես կասեի, որովհետև Արցախ վերադարձի հարցը դեռևս փակված չէ, ընդ որում միջազգային հանրության մոտ եւ Եվրոմիության տարբեր երկրների մոտ, ինչու փակված չէ, որովհետեւ Արցախի ուժով օկուպացիան, այսինքն զենքով եւ էթնիկ զտման ճանապարհով 150,000 բնակչությանը մի տեղից տանել մեկ ուրիշ տեղ, տարածքը դատարկելը շատ վատ նախադեպ է այլ պետությունների համար, նույն քայլին դիմելու եւ մենք այսօր փաստացի տեսնում ենք Գազայի օրինակը եւ շատ այլ ազգերի, ովքեր ստիպված իրենց բնիկ տարածքները լքում են։ Հետևաբար այս հարցը փակված համարել չի կարելի, ինչքան էլ որ ժամանակավոր Արցախը օկուպացված է Ադրբեջանի կողմից, առնվազն միջազգային իրավունքի տեսանկյունից, հա, տարբեր իրավունքների, այնտեղ գույքային իրավունքների, մշակութային իրավունքների եւ ընդհանրապես իրենց բնորանում ապրելու իրավունքի։ Հայաքվեն ինչ է առաջարկում օրինակ։ Հայաքվեն բնականաբար, քանի որ նաեւ ստեղծվել է, հա, Արցախի հարցի շուրջ նաեւ ցեղասպանության ճանաչման միջազգային իրավունքը պահպանելու վերաբերյալ այս 3 տարիների ընթացքում ստեղծման օրվանից ստորագրահավաքի պահից հետ չի կանգնել իր հետևողական գործունեությունից եւ մենք հավաքը կարծես որևէ դրական իհարկե այսպես էր, հա, 50-50 մենք շատ լավ գիտենք նախաձեռնությունը սկսելուց, որ հնարավոր է օրինակ ստորագրահավաքը մեկնարկելու հաջորդ օրը այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Արցախը այլևս դատարկվի։ Այդ սցենարները կանխատեսելի են։ Միևնույն ժամանակ ստորագրահավաքը այն 60,000 մոտ 60,000 քաղաքացիների կամքը, հստակ կամքը չհրաժարվելու հայկական հարցից ու նաև Արցախում հայերի ապրելու իրավունքից, դա դիրքորոշում է, որը միջազգային հանրության մոտ ապագայում ավելի այսպես հայամետ եւ հայանպաստ հայկական շահից բխող քայլեր իրականացնող իշխանության պարագայում մենք կարող ենք այդ հարցը առնվազն քննարկելի դարձնել տարբեր հարթակներում եւ այս գործողությունները այս պահին էլ արդեն իրականացվում են հայկական հայցերի մասով հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության մշակութային իրավունքների բարձրաձայնել եւ հետեւողականորեն պաշտպանել այն պնդումները, ընդ որում այդ պնդումները տարածվում են իշխանության կողմից, որ Արցախի հարցը կարող է ակտուալ դարձնելը կարող է պատերազմ բերել, դա թյուր կարծիք է, վախ է եւ թելադրված է Ադրբեջանի կողմից, այս իշխանությունն էլ հետեւողականորեն այդ վախի մթնոլորտը ստեղծելով վախացնելով, որ պատերազմ կլինի, եթե այս խոսույթը տարածվի, Արցախ բառը օգտագործվի հայկական իրականության մեջ, պատերազմ է բերելու։ Սա շատ այսպես ճակերտավոր խելամիտ տեխնոլոգիա է, որոնք իրենք արդյունավետ ձևով կարողանում են կիրառել։ Որքան է դա ազդում հանրային տրամադրությունների վրա, ես համոզմունք ունեմ, որ այդքան էլ հաջողության չեն հասնում եւ դա ապացուցում է կրկին սոցիոլոգիական հարցումները բարբերաբար հանրային դաշտում տարածվող, որտեղ մենք տեսնում ենք մեր հանրությունը կուռ կամք է դրսևորում Արցախի հարցի վերաբերյալ։ Չնայած այսօրվա քաղաքական ապականված իրականության պայմաններում մենք տեսնում ենք, հա, ինչ հարցերն են ավելի ակտուալ եւ այսպես կրեդիտ տալիս քաղաքական ուժերին, սոցիալական խնդիրները, առողջապահական խնդիրները, այսինքն առօրեական հարցեր, որոնք քաղաքացիների կենսական շահերն են հետապնդում եւ այդ հարցերով
եւս կարողանում են մարդկանց մոլորության մեջ ձգել։ Այս տրամաբանության մեջ կարծում եմ քաղաքական ուժերը չպետք է վախենան իրենց հստակ դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի շուրջ արտահայտել, նաև Արցախի իրավունքի, հայերի իրավունքի եւ նորից էլի իրենց հայրենիք վերադառնալու ապրելու իրավունքի վերաբերյալ արտահայտելու, այսինքն այդ իշխանության ստեղծած կեղծ պատումները, թե Արցախը ակտուալ թեմա չէ, ընդդիմությանն էլ չպետք է վախեցնի։ Տիկին Կոստանյան, այս իշխանությունների վախերից, քանի որ խոսեցինք, սրանք նաև վախենում են Գյումրի 2-ից, անընդհատ ասում են, չէ, մենք թույլ չենք տալու, որ տեղի ունենա ինչ որ տեղի ունեցավ եւ Գյումրի 2 չի լինելու։ Ինչու են այդ անընդհատ շեշտում։ Դե որովհետեւ Գյումրիում ընտրական process-ները այսպես մոդելային առումով ցույց տվեցին, որ հնարավոր է նաև քաղաքական ուժերի միջև, ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությամբ իշխանությունը, այո, միասնականությունը կամ պարզ պայմանավորվածությունը հասկանալով, որ օրվա հրամայականը, հա, իշխանությունը այդտեղից վերցնելու, այսօրվա իշխանությանը չթողնելու, որպեսզի իրենց աղետաբեր ծրագրերը իրականացնեն։ Եվ այդ մոդելից են իրենք վախենում, որովհետև տեսնում են հնարավորությունը եւ հավակնությունները նաեւ համապետական ընտրություններում կրկնվելու։ Սակայն ընդդիմության ներսի տարբեր թևերի միջև այս անհամաձայնությունները պարզապես օգնում են Նիկոլ Փաշինյանին իր ռեժիմին, այսպես ասած Գյումրիի երկրորդ սցենարը կանխարգելելու։ Սա հասկանալով ընդդիմությունը պետք է կարողանա իրար միջև պարզ համաձայնություններ ձեռք բերել եւ հաղթահարել իրենց ամբիցիաները, հաղթահարել միմյանց հանդեպ ունեցած անվստահությունները, որովհետեւ եթե դու այդ, հա, միջանձնային անվստահությունը կամ տարբեր անձնական ամբիցիաները վերես դասում ազգային պետական շահից ոչ մի հաջողություն չես ունենալու եւ պարզապես դառնալու ես հերթական ուժը, որ ընտրություններին ձայն փոշիացրեց։ Հայաքվեն պատրաստ է այն ուժին ձայներ տալ, ով ընդդիմությունից առաջատարը կլինի։ Ես կարծում եմ այս պահին բարդ է կանխատեսումներ անել, նախ ֆորմալ քարոզարշավը պիտի մեկնարկի եւ այս ընթացքում պարբերաբար տեղի ունենում էլի սոցիոլոգիական հարցումներ, դրանք կարող են ինդիկատոր հանդիսանալ, հա, քաղաքական ուժերի համար կողմնորոշիչ ինդիկատոր, բայց դա վերջնարդյունք չէ։ Երբեք որևէ ընտրություններից հետո մոնիտորինգ չի արվում համեմատելու արդյոք սոցիոլոգիական հարցումների արդյունքները գոնե մոտարկված էին իրական արդյունքներին, ընտրական process-ների եւ մենք չենք կարող միանշանակ ասել, որ լիարժեք այդ հարցումների արդյունքում վարկանիշի այսպես բարձրացում ունեցած ուժերը կարող են առաջատար լինել։ Իհարկե նաեւ պետք է ունենալ գիտակցումը, որ ինչ որ իրավիճակներ գուցե ստեղծվեն եւ որպեսզի թույլ չտանք իշխանությանը այսպես ձայների մեծամասնությամբ առաջատար լինի, պետք է նաև պատրաստ լինել, այո, աջակցել առաջատար ընդդիմադիր ուժերին։ Այո, որովհետև եթե ընդդիմության այս պարագայում, հա, ընդդիմությունից որևէ մի ուժ փորձում է գնալ ազգային ժողով ուղղակի մանդատ վերցնելու համար, կոնկրետ իմ համար դավաճանություն է, եւ այն ուժերը, ովքեր որ մանդատ կվերցնեն եւ այդպես հանգիստ բասկաթոռին կնստեն եւ կնոպկա կսեղմեն, Նիկոլին էլ պարոն վարչապետով կդիմեն եւ այդպես մի քիչ սրացնելով հարցերը, ինչը որ մենք տեսանք, հա, այս խորհրդարանը աղետալի խորհրդարան էր, որովհետեւ ես հիմա ինչքան էլ որ ասեմ Նիկոլը այն դավաճանական քայլերը արեց եւ այս խորհրդարանի օրոք տեղի ունեցավ Արցախի ամբողջական Արցախի հանձնում, գաղթականներ, ցեղասպանություն, այս ընդդիմության նաև չասեմ թեթև ձեռքով, բայց մասնակցությամբ, որովհետև պատմության մեջ գրվելու է, չէ, որ այս խորհրդարանն է
պատասխանատվության եւ պատասխանատվությունը ոչ հավասարապես, բայց ինչ որ չափով նաեւ այո, այսօրվա խորհրդանի վրա խորհրդանի բոլոր մասնակիցների վրա կարելի է դնել եւ դա չես կարողացել կանգնեցնել, ուրեմն մասնակիցից։ Այո, դա ցավոք անհերքելի փաստ է եւ սա պետք է հասկանան թե խորհրդանական եւ արտախորհրդանական ընդդիմադիր ուժերը ըստ էության չպետք է լինի ընդդիմափոխություն պետք է իշխանափոխություն լինի ընդդիմափոխությունը հերթական ժամկետն է լինելու որը սպառելու է եւ ավելի է խորացնելու հանրային հուսալքությունը եւ Նիկոլին դուք մանդատ եք տալիս եթե վերցնում եք մանդատները որպեսզի Հայաստանի ճակատագիրը հիմա Իհարկե Հայաստանի ճակատագիրը նաեւ խորհրդանում էական հակակշիռ ստեղծելու Եվ ես այդ համոզմունքն ունեմ, նաև տեսնում եմ հնարավորությունները էական հակակշիռ ստեղծելու ընդդիմադիր ուժերի համագործակցության պարագայում։ Եթե իհարկե այնպիսի քայլեր չձեռնարկի այսօրվա իշխանությունը եւ ամեն ինչին պատրաստ են, ընդունակ են, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ յուրաքանչյուր քայլը մեծամասամբ տեղի չի ունենալու ընտրատարածքներում, ընտրատեղամասերում եւ քվեաթերթիկներից նես, դրանք իհարկե նմանատիպ դեպքեր կլինեն, անխուսափելի են, սակայն վերարտադրության համար բոլոր քայլերը արվելու են մինչեւ ընտրությունները քարոզարշավի ընթացքում եւ այս ընթացքում էլ տեսնում ենք, որ հետեւողականորեն ձեռնարկում են նմանատիպ քայլեր։ Եվ Տիկին Կոստանյան, սրանք քանի որ խաղաղությունը այսպես դրոշակ սարքած փորձում են արդեն մարզերից մարզեր, այդպես քաղաքացիներին մոլորեցնել, որ այլևս դուք ապրում եք անվտանգ, խաղաղ եւ երկարաժամկետ խաղաղության մասին են խոսում, բայց ասում են, եթե մենք չընտրվենք, այդ խաղաղությունը փուչիկա տրաքելու է, Թրամփն էլ այնտեղ մատաթափ տալու էլի։ Հիմա ես այս բոլոր հյուրերից հարցնում եմ, ասում են, եթե օրինակ Աննա Կոստանյանն է գալիս վարչապետ, եթե այդ խաղաղությունը կա թղթի վրա հաստատված երկարաժամկետ, ի՞նչ է փոխվում, եթե Նիկոլը չի լինում, գալիս է Աննա Կոստանյան։ Ես կարծում եմ, որ ամենապարզ պատասխանը, երբ որ իրենք խոսում են խաղաղության մասին, հետևյալն է. իրենք պատերազմի կուսակցությունն են եւ պատերազմի իշխանությունն են։ Ամենաշատ պատերազմները եղել են հենց իրենց իշխանության օրոք, հետեւաբար այդ ակնհայտ ստով հնարավոր չէ մարդկանց այլևս մոլորեցնել։ Միևնույն ժամանակ ահաբեկչական ձևակերպումները, թե աշնանը շատ ավելի կոնկրետ սեպտեմբերին պատերազմ է լինելու, սա պետք է իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում լինի։ Պարզ է, հիմա իրենք իշխանությունը կրող են, իրենց իրավապահ համակարգը քայլեր չի ձեռնարկելու, օրինակ ասեն գլխավոր դատախազնել, նման հայտարարություններից հետո չի գնալու եւ նրան, չգիտեմ, ձերբակալի կամ բերման ենթարկի։ Սակայն իրավապահ համակարգի ներսում ֆիքսում են այդ արտահայտությունները եւ սրա համար այս մարդիկ պետք է պատասխանատվություն ահաբեկչական ձևակերպումների ահաբեկելու ժողովրդին պատերազմով, որ եթե իրենք չլինեն, պատերազմ են բերելու։ Սա նշանակում է ունեն հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահի հետ, որ եթե հանկարծ ես չընտրվեմ, ինձ օգնության ասեք, հաջորդ օրը, այո, կարա հաջորդ օրը չլինի, 2 ամիս հետո լինի, բայց ամենահարմար ժամանակահատվածը ըստ էության սեպտեմբեր ամիսն է, սեպտեմբերին կարող եք բլիցկրիգ անել եւ ահաբեկել մարդկանց, ու այդ ընթացքում թե ինչ քաոս կարող է երկրում տիրել, անհասկանալի է։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին եւ օրինակ իմ անունը ասեցիք իշխանության գալու պարագայում ոնց են կարողանալու մենք երաշխավորել այդ խաղաղությունը։ Նախ պետք է հիշել, որ նույնիսկ 25 թվականի օգոստոսին կնքված հայտարարությունը դա պայմանագիր չէր եւ ոչ էլ նախաստորագրված փաստաթուղթ Ադրբեջանի հետ երկարատև խաղաղություն կնքելու մասին։ Դա պարզապես կարելի է դիտարկել օրինակ ինչու ոչ նաև հրադադարի մասին հայտարարություն, որն այս պահին որքանով է ակտուալ, նույնպես չգիտենք, որովհետև կա աշխարհաքաղաքական շատ մեծ կոնֆլիկտ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի, ԱՄՆ-Իսրայել, Իրանի միջև։ Եվ քանի այս հարցը
վերջնականապես լուծված չէ, այդ ծրագիրը իր ակտուալությունը կարծում եմ գոնե թե առաջիկա ամիսներին կամ տարիներին գուցե կորցնում է։ Միևնույն ժամանակ, քանի իշխանություն չունես, ընդդիմադիրի դիրքերից դժվար է ասել, ինչպես կկարողանաս բանակցել, որովհետև այս իշխանությունը հստակ թաքցնում է տարատեսակ ինֆորմացիաներ, որոնք իշխանությունը կրելու դեպքում միայն կարող ես դնել սեղանի եւ դրա վրա կառուցել քո քաղաքական արտաքին քաղաքականությունը։ Բայց մի բան հաստատ է, դա չի հակասելու հայկական շահին եւ բխելու է միայն ազգի եւ նաեւ արցախահայերի իրավունքների պաշտպանության դիրքերից։ Տիկին Կոստանյան, հավատում եք, որ հունիսի 7-ին արթնանալու ենք նոր Հայաստանում, բայց ոչ Նիկոլի։ Ես այսպես կձևակերպեի, պետք է ամեն ինչ անել հանրային քաղաքական դաշտում, որպեսզի հունիսի 8-ին մենք արթնանանք նոր եւ հեռանկարային Հայաստանում, մեր ազգային Հայաստանում։ Եվ վերջում, ինչպես կարող ենք քաղաքացիներին հորդորել, որ ձեր մասնակցությունը շատ կարևոր է այս ընտրություններում։ Ամենօրյա զրույցներով, ինչը որ օրինակ ես անում եմ, բացատրել, որ չմասնակցությունը օգնելու է Նիկոլ Փաշինյանին վերարտադրել։ Օրինակ ասում ենք գնացեք ընտրություններ, Նիկոլից բացի ընտրեք ում ուզում եք, ցանկացած քաղաքական։ Բայց մենք տեսնում ենք դաշտում մարդիկ կան, օրինակ Հայկ Մարության, հերու չեմ գնում, բոլորի նկարներով մերժում է բոլորին եւ ընդունում է կարծես միայն ինքը իր անձը եւ իր, չգիտեմ, կուսակցությունը դաշինքով են գնալու, ինչ են անելու։ Այնտեղ կան նաեւ Նիկոլի գրպանային գիտենք, այո, այդ ըստ էության դրանք ձայն փոշիացնողներն են, պետք է կարողանանք հասարակության ձայն փոշիացնողներն են, ես կարծում եմ մարդկանց պետք է պարզապես ուղիղ այո, շատ ուղիղ եւ անկեղծ ներկայացնել առանց փորձելու նույնիսկ վարկաբեկելու այդ գրպանային ընդդիմությանը, պարզապես հարցեր տալ, ճանաչում են, ինչ հետագիծ ունեն այդ մարդիկ, ինչ են արել, ինչով են տարբերվում Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարած քաղաքականությունից։ Ըստ էության նրանց եւ հռետորաբանությունը եւ քաղաքական ուղեգիծը այս պահին նույնական են։ Մարդիկ միամիտ են, բայց հիմար չեն, խելացի են եւ բացատրելու պարագայում կարողանում են թացը չորից տարբերել։ Պարզապես ամենօրյա ռեժիմով դրա մասին պետք է խոսել։ Չպետք է թույլ տալ անտարբերությամբ եւ չմասնակցությամբ վերարտադրվել իշխանության։ Դա միայն իշխանությանը օգնելու է գնալ եւ քվեարկել իրենց խղճի եւ համոզմունքների համաձայն։ Այն որ ասում են թևերս կոտրվեր Նիկոլին չընտրեի, գոնե այս երրորդ փորձը, որը պետքա իսկապես Հայաստանի ճակատագիրն է, սեղանին դրված, այդ թևը չկոտրվի եւ գնան ճիշտ ընտրեն։ Լիահույս եմ, որ այդպես էլ կլինի, ապավինում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը։ Իսկ տրամադրությունները ո՞նց է ժողովրդի, դուք անդադ մարզերից մարզեր, այցեր։ Գիտեք, դժվար է միանշանակ գնահատականներ տալ, կան եւ շատ այսպես վճռական մարդիկ, քաղաքացիներ, շատ ոգևորիչ է, բայց դա չի կարելի պրոյեկտել ամբողջ հասարակության վրա։ Ինչու եմ հարցնում նաեւ, որովհետեւ մարզից մարզ ընդ որում տրամադրությունները տարբերվում են։ Եվ այստեղ հենց մենք աշխատանք ունենք տանելու, չի կարելի նստել եւ սոցիալական ցանցերում պարզապես գրառումներ անելու կամ նույնիսկ հարցազրույցների միջոցով ակնկալել, որ այս մարդկանց մոտ վստահություն ես վաստակելու, նրանց հետ պետք է հողի վրա աշխատանք տանել, զրուցել, համոզել եւ ցույց տալ իրականությունը պարզապես։ Օրինակ ուժեր կան քաղաքական, ովքեր որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը գնում է, չգիտեմ, աշտարակ, այն բազմահազարանոց մարդիկ, որոնք պետք է հավաքվեն, հավաքվում են, ուժեղ Հայաստանը գնում է էլի լիքը, այտենց հավաքված են հրապարակներում, լավ են դիմավորում, Նիկոլը գնում է էլի հավաքված են, լավ են դիմավորում, եւ ստացվում է, որ չես հասկանում, ով ավելի շատ հետևորդ կամ իրեն մարդիկ գուցե գալիս են լսելու, տեսնեն ինչ առաջարկում տվյալ քաղաքական։ Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, գուցե յուրաքանչյուրի իր էլեկտորալ կամ լոյալ մարդկանց է իր հետ տանում մարզերում, տարբեր
քարոզարշավային էֆեկտներ ստեղծելու համար, բայց չպետք է նաև այստեղ մոռանանք չգնացողներին, իսկ նրանք շատ են թվով։ Այս չգնացողներին պետք է հասնենք եւ ցույց տանք, որ ՀՄԷԿ-ի Հայաստանից դուրս իրականությունը այլ է։ Իսկական Հայաստան կա, որը աղետի վերածված Հայաստան է եւ սա լինելու է կարծես Հայաստանի վերջին հայկական ընտրությունները, որովհետեւ Նիկոլի ընտրվելու պարագայում ես վստահաբար կարող եմ ասել, որ Արևմտյան Ադրբեջանն է լինելու Հայաստանը։ Բոլոր նախադրյալները կան, որոնք մեզ թույլ են տալիս այդպես մտածել եւ այդ համոզմունքը։ Եվ հաջորդ քայլը լինելու է սահմանադրության փոփոխումը, որը ինձ թվում է Ալիևը գրել ուղարկել է, ընդհանրապես այստեղ պետք է հանրակրվեի միջոցով։ Կասկած չկա, հայտարարություններով էլ ընդ որում իրենք անթակույց սա հաստատում եւ վերահաստատում են։ Քաղաքացիներին պարզապես պետք է հիշեցնել, որ որպես քաղաքացի իրենք ունեն պատասխանատվություն պետության հանդեպ։ Այդ պատասխանատվության մասին երբեք չի կարելի մոռանալ։ Պատասխանատվությունը դրսևորվում է նաեւ ընտրություններին իրենց համոզմունքների համաձայն տրված քվեով։ Եվ այդ քվեն տալուց հետո պարզապես պետք չէ էլ բողոքել, թե ինչ երկրում ենք ապրում, երկիրը մեղավոր չէ, այդ երկիրը մենք ենք կերտում, հետևաբար մենք պետք է մեր վրա կրենք պատասխանատվությունը արած քայլերի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ